Ես երկար ժամանակ ստեղ չեմ ապրել Հայաստանում ու երբ որ եկա որ այցելեմ իմ հայրական գյուղը եւ սա պապիկիս տունն է, տեսա որ տունը արդեն փլվում է, ավերվում է եւ արդեն ժամանակը իրանն անում է, որտեղ ոչ մեկ չէր ապրում երկար տարիներ, 40 ու ավել տարի ու որոշեցի որ վերականգնեմ ես այս տունը։ Վերականգնել ասելով նենց անեմ որ չհավասարվի հողին ու ստացվեց այս ինչ որ ստացվեց։ Ժարկո է, սովորական, խոզի մսով, բայց մի քիչ ձորագյուղի տարբերակով։ Որոշեցի, որ կարելի է կազմակերպել ինչ-որ մի տուրիստական ակտիվության կենտրոն, մի բան, որ մարդիկ գան գնան եւ համ տունը կշնչի, համ գյուղը կակտիվանա, համ մարդիկ երևի թե գյուղում էլ կողքեվորվեն։ Ռեստորանը հաց ու պանիր է, երբ որ մարդիկ գալիս են, հենց սկզբից ես իրենց հյուրասիրում եմ գյուղի տնական պանիր եւ հաց։ Հացը կարող է այդ պահին տնական չլինի, բայց տաք նոր թխածի պես հաց ու պանիր։ Մարդիկ դա իմ կողմից հյուրասիրություն է պարտադիր, հետո նոր ինչ որ կցանկանան։ Այս հատիկներից էլ լսնեմ, չէ՞ սիրուն արժի։ Ինչ որ կար այս տանը, հետաքրքիր եւ հին, պահպանել եմ, փորձել եմ պահպանել որոշները, այս մի նկարը իմ հոր դասարանի ավարտական նկարն է։ Այս ժամացույցը պապիկիս տան ժամացույցն է 50-ականների է Հայաստանում արտադրված Սևանի։ Եվ ամեն ինչը հայկական է, Երևանում արտադրված, երկաթից սկսած։ Պապիկս, տատիկս են, այս բեղերից ես էլ եմ ունենալու շուտով, մի 10 տարի հետո։ Գրած է 10 հուլիսի չէ, իրենց լեզվով հլիսի, 1929 թվականին։ 29 թվականին այս շենքը արդեն եղել է ու բերել են վրան կտուր են, առաջ հողի ծածկա ունեցել, հիմա արդեն կտուր են սարքել եւ սրանցից մեկը պատահական ընկավ իմ ձեռքը ու որոշեցի, որ պահպանվի անպայման։ Սա տատիկիս խոնչան է, Արուսյակի այն կնոջ։ Ինքը սրանով մատուցել է երևի թե իր ամուսնուն, հյուրերին։ Տատիկիս ճախարակը, այս էլ տատիկի կարի մեքենան է, ես չգիտեմ, տատիկին չեմ տեսել, ըստ երևույթին վարժ կարել է, որտեղ մեքենան ահագին մաշված է, երևի շատ է օգտագործել։ Այդպես։ Այս աստիճանը, ես ինչ հիշում եմ այս տունը, այս աստիճանը տանում էր դեպի վերև, դեպի կտուր, դրա համար պահել եմ, ոնց որ ինքը կա, ինձանից մեծ է հաստատ այս աստիճանը ու այս տան անդամն է արդեն համարվում, դրա համար պահպանվել է, մնացածը փորձել եմ այնպես անել, որ ամեն ինչ երևա, պատիշարը եւ այլն, ու նաեւ բնությունը երևա։ Պատերը եւ առաստաղը պահպանված է, ոնց որ կա, ոնց որ կառուցվել է այս տունը, ու որպեսզի ավելի հետաքրքիր լինի, բառ եմ սարքել այս սենյակը եւ այսպես կահավորել եմ, հաճելի ժամանակ ենք անցկացնում ստեղ։ Իմ Պետրոս պապն է եւ սա էլ իր բաժակն է, ինքը սրանով աղողի խմել երկար տարիներ։ Ուրցը մեր սարերի ուրցն է, տեղական, արտակարգ ուրց է։ Արժեր չէ։ Գնացինք։ Պապիկի տունը հլվել էր լրիվ, այդ քարերը հանեցինք, այս տան հիմքը այդ քարերով է։
Ամբարեջ պապին ընդեղա չէ, բարեի։ Այս հայրս է սարքել, բայց ես հետո վերականգնեցի, հյուրատունը մինչև 8-10 հոգի կարող են մնալ։ Այնպես որ կարող են գալ, ասենք թե ընտանիքներով, ընկերներով, շունչ տալ։ Այստեղ հարցը գումարը չի կամ եկամուտը չի կամ մարդիկ ասում են այսքան որ ծախսել ես դու այդ փողը կհանես, այստեղ փողի մասին ընդհանրապես խոսք չկա, այստեղ ժամանակի մասին է խոսքը, որ այս տունը հաջորդ 150-200 տարին հաստատ սենց կմնա։ Նրանց հետո էլ երևի թե իմ նման մեկը կլինի իմ սերունդից, կասի դե որ պապիկի թորնիկը արել է, ես էլ անեմ։ Ավելի ինչ-որ մի նոր բաներ, չգիտենք, երևի տիեզերքից կգան այն ժամանակ բան, արծաթագույն շորերով փայնում։